Ողջույն բոլորին, տեսնենք ով է գալիս, ձեր կյանք, վաղուց չեմ արել այս տեսանյութը և առհասարակ այս տեսանյութը կարող է լինել և այս մյուս ալիքում և մյուս երկու ալիքներում, ովքեր որ տեղյակ չեն իմ մյուս ալիքի մասին, ճիշտ է նա կանգնած է, այդպես կարելի է ասել, բայց ժամանակ առ ժամանակ այնտեղ տեսանյութեր են լինում, եթե ակտիվությունը շատանա այնտեղ, էլի նորից կավելացնեմ, որտեվ ակտիվությունը չկա, դրա համար միշտ ասում եմ կաշխատացնեմ դա և այդպես մնում է, եթե ինչ-որ ձևով ակտիվությունը շատ զգամ, ապա որովհետև ժամանակը գնում է, բայց այնտեղ չի ակտիվանում, որովհետև մյուս ալիքի վրա թուղթուգիր կա, չար գործողություններ կան այդ ալիքի վրա, դրա համար եթե ովքեր որ նոր են, կարող եք մեկնաբանություններում լինում են հղումներ ալիքների, կարող եք այնտեղ իջնել և ստուգել այդ ալիքը, տեսնել բավականին 10,000 թե 11,000 հետևորդ կար, բայց այն ալիքը այնպես արեցին, որ փչացավ և այդքան հետևորդներից ոչ ոք չէր տեսնում, որ ես տեսանյութ էի այնտեղ տեղադրում, ալիքը փակել էին կոնկրետ, գործողություն էր արված ալիքի վրա, դրա համար սկսեցի այս մյուս ալիքը, բայց գիտեք, սիրում եմ չար մարդկանց ապացուցել, որ չարը չի կարող հաղթել, միշտ փորձում եմ էլի աշխատացնել, բայց դե իհարկե դա պետք է ձեր շնորհիվ լինի, ոչ թե իմ, ինձանից ասում է ինչ-որ տեսանյութ անել, տեղադրել այնտեղ, դրա համար այս տեսանյութը կարող եմ նաև տեղադրել այնտեղ ևս, ովքեր այնտեղ կտեսնեն, ովքեր այստեղ, միգուցե ձեր կյանքում շատ երկրպագուներ կան այս պահին, կամ նկատում եք, որ ինչ-որ մեկը անտարբեր չի ձեր նկատմամբ, օրինակ աշխատանքի վայր եք նոր տեղափոխվել և այլն, և ձեզ հետաքրքրում է օրինակ այդ մարդը արդյոք եկել է ձեր կյանք, որպեսզի ձեզ հետ լինի, ամուսնանա կամ ինչի եկել, ինչպիսի մարդ է, ինչ ունի իր կյանքում, ինչ է սիրում, այս քարտերը ամբողջը ցույց են տալիս դա, եթե թեկուզ ինչ-որ մեկը կա, նոր է մտել ձեր կյանք, ուզում եք հասկանալ արդյոք ինքն է թե ոչ, ինտուիցիայով կարող եք ընտրել, ոչ թե երեքը պահեք հենց իրա համար, այլ ինտուիցիայով ընտրեք և կհասկանաք, լսեք երեքն էլ, բայց ընտրեք դուք այն ինչը որ պետք է, կհասկանաք ինքը այդպիսին է թե ոչ, թե խաբել է ձեր ինտուիցիան, եթե իր հարցում խաբել է, ուրեմն այն ինչ որ ձեր և իր մեջ է, եթե դուք ձեր ինտուիցիայով որոշեք, ապա դա սխալ կլինի, դրա համար պետք է ռեալ նայել ամեն ինչին, և պահեք 3 տարբերակներ, կարող եք 3 երկրպագու ունեք կամ տեսնում եք 3 տարբեր անձնավորություններ, ովքեր որ անտարբեր չեն ձեր նկատմամբ, կամ ուսման կենտրոն եք տեղափոխվել և այլն, և ձեզ հետաքրքիր է արդյոք այդ մարդը թողնեք ձեր կյանք թե ոչ, ընթացքում հատկապես եթե աշխատում եք կամ սովորում կնկատեք ինքը ինչպիսին է, և կհասկանաք ինքն էր արդյոք մտավ ձեր կյանք, թե դեռ ուրիշն է մտնելու ձեր կյանք, ահա, մենք կսկսենք, եթե չեք հասցրել կանգնեցրեք, պահեք, սկսենք առաջին տարբերակից, ով է գալիս առաջին տարբերակի կյանք, կամ ով որ եկել է, հա, ինչպիսին է նա, ինչ ունի, ինչ չունի, դա սիրում է ձկնորսությունը, իհարկե վերջում կխոսեմ, որովհետև այնքան չեմ անում, որ նշանակությունները մոռանում եմ, այստեղ ցանկության քարտը չի, ես չեմ կարող իրեն տեղափոխել, այնպես ինչպես որ մեզ է հարմար, որովհետև սա, ոնց որ ասում են, ճակատագիրն է որոշում, թե ով է գալիս ձեր կյանք, միգուցե մեկ քարտերի մեջ ցույց է տալիս 2 հոգու, 3 հոգու, ամեն մեկը տարբեր բնավորությամբ, հիմա կարող օրինակ այստեղ կա ձկնորս, կարող ձեր ծանոթը, ով որ ձեր կյանք է մտնում, ինքը կարող ոստիկան է, ոչ վայնի աշխատող է, բարի է, բայց ձկնորսություն չի սիրում, այդպես, ուղղակի պետք է հարցնեք, միգուցե սիրում է, հենց այնպես դժվար ընկներ,
այստեղ ցույց է տալիս ինչ ունի, ինչպիսին է այդ անձնավորությունը, բայց թե ինչի համար է մտել ձեր կյանք, դա ցույց չի տալիս։ Ուրեմն առաջինը սիրում է ձկնորսությամբ զբաղվել, նաև գումար է հետ գցում կամ ընդհանուր առմամբ կարող է ժլատ է, կամ հարուստ չէ, կարող է ձկնորսությամբ է գումար վաստակում օրինակ, կամ գումար է հետ գցում ինչ-որ մի բանի համար, համենայն դեպս այս պահին ինքը այդքան էլ հարուստ մարդ չէ։ Մյուս կողմից նաև ինքը աշխատում է վայնի, կամ ոստիկան, կամ որևիցե նման կենտրոնում, ռազմականում եւ այլն, որտեղ որ համազգեստ են կրում, այնտեղ մաքսատանն էլ են համազգեստ կրում, շատ տեղեր կան, որ համազգեստ են կրում, այդպես կարող է նման ինչ-որ մեկն է, եւ բարի է։ Միգուցե 4-ը մեկ տեղում է, կարող է ռազմականում է աշխատում, որ այդպես շատ հարուստ չի, հա, շատ այդպես, չնայած հարուստ է։ Ուրեմն այստեղ ինչ-որ մեկը հարուստ է, ինչ-որ մեկը չէ։ Եվ ունի մեծ մեքենա նաև։ Ինչ-որ մեկը հարուստ է, ինչ-որ կամ գումար է հետ գցում, բավականին գումար է հավաքել հարստանալու նպատակով։ Եթե սա ընդհանուր մեկ հոգի է, դա կարող է լինել այնպես, որ ինքը ուղղակի ուզում է ինչ-որ մի գործ դնել, եւ գումարը այս պահին հետ է գցում, որպեսզի ինչ-որ գործ դնի։ Կարող է ձեր շրջապատում ինչ-որ մեկ այդպեսին կա, որ ձեր հանդեպ անտարբեր չի եւ զգում եք, որ գումար է հետ գցում, շատ բաներ չի գնում իր համար եւ այլն, բայց գիտեք, որ ինքը բավականին գումար է վաստակում, ինչ որ մի բանի համար է հետ գցում։ Դե հարցրեք, կարող է ձկնորս է եւ գումար չունի, կարող է վայնի է, բարի է, մեծ մեքենա ունի եւ շատ էլ գումար, այդպես։ Բայց թե ինչի համար է նա եկել ընդհանրապես ձեր կյանք, դա ցույց չի տալիս, ցավոք։ Որտեվ կա, այստեղ որ գալիս են ամուսնանալու նպատակով։ Դա երևի նոր է, դրա համար ցույց չի տալիս ով է։ Այսքանը առաջին տարբերակի համար, համենայն դեպս, եթե պետք է գան երկու տարբեր մարդիկ, երկուսն էլ լավն էին, ամեն մարդ իր ձևով է, եթե մարդ կա գումարի հետևից է վազում, ապա պետք է նայեք միայն գումարով տղամարդուն կամ գումարով կնոջը։ Դե գնանք երկրորդ տարբերակը։ Նա մի քիչ կոպիտ արտահայտվեցի, գումարի հետևից է վազում, բայց մարդիկ կան իրոք, որ առաջին տեղում իրենց համար գումարն է բնականաբար։ Ես ինքը շատ եմ լսել։ Ահա, ով է գալիս երկրորդ տարբերակի կյանք, ով է եկել, ինչպիսին է նա, ինչ է ուզում ընդհանրապես ձեզանից։ Մի փոքր կարող է տարիքով մարդ է, կամ ավելի հասուն է մտածում, հասուն է դատում, իր տարիքից ավելի մեծ է երևում, ինքն էլ գումարի հետ կապված կարող է խնդիրներ ունի այս պահին, գումար է հետ գցում, հավաքում, ընդհանրապես լավ չի, որ ժլատ են լինում, երբ որ ժլատ են լինում, ոչ ոքի վրա էլ չեն ծախսում, չնայած հեսա նայեք, գումար է հավաքում, բայց գումար ունի, գումարի հետ կապված խնդիրներ չկան, կարող է ժլատ է, դուք ինքներդ կարող եք նկատել դա։ Ահա, ուրեմն այս մարդը կամ տարիքով մեծ է, կամ ավելի իմաստուն է, տարբերվում է իր հասակակիցներից, իր մտածելակերպով, իր խելքով, ամբողջովին տարբեր մարդ է։ Այդպես իր տարիքին համապատասխան չի, կամ իրոք մեծ է, մի փոքր տարիքով է։ Նաև այս մարդը ինտրովերտ է։
Կարող է շատ ուշադրություն չդարձնի ձեզ, անմիջապես ինչ որ մի բան եթե փոխվի ձեր վրա, կարող է միանգամից չարձագանքի, որ վայ, կարող է չնկատի անգամ։ Կարող է մարդկանցից ովքեր որ չեն սիրում լինել շատ հասարակության մեջ, նախընտրում են ավելի միայնակ, լուռ։ Եթե հավանում եք, ապա պետք է դուք ինքներդ փորձեք այդ մարդու մոտենալ, փորձել ծանոթանալ, որովհետև մի փոքր դժվար է ինքը առաջին քայլն անում, այնպես որ դուք պետք է հարաբերություններ կառուցեք, նախաձեռնողը դուք պետք է լինեք տվյալ անձնավորության հետ կապված։ Կարող եք հարցեր տալ, խոսել եւ այդպես հետաքրքրությունների մասին իմանաք։ Կամ այստեղ երկու մարդ է, ով որ մեկը այդքան է գումար չունի, մյուսը ունի։ Հնարավոր է երկու տարբեր մարդիկ են։ Մեկը բավականին մեկ կարող է նաև մեկն է, բայց գումար է հավաքում, որպեսզի բայց գումարը ունի այնտեղ դրած։ Գումար աշխատում է, բայց գումար է կարող հավաքում, շատ կարևոր ինչ որ մի բանի համար։ Դե եթե սիրում եմ մենակությունը, եթե չի սիրում այդպես շատ լինել մարդկանց մեջ, ապա կարող է ուղղակի գումարը իր մի կողմ է դնում իր համար կամ իր ծերության համար կամ եւ այլն, ինչ որ բաներ։ Կարիք չունի ինչ որ գնա այստեղ այնտեղ ծախսի։ Կարող է իրոք մեծ մարդ է, տարիքով է։ Այնպես որ եթե հավանում եք այս մարդուն, ապա դուք ինքներդ պետք է առաջին քայլն անեք, եթե նկատում եք իր կողմից, որ հայացքներ եւ այլն, բայց չի մոտենում նա ձեզ, ապա պետք է հասկանալ, որ այո, այս մարդն է, որ ուղղակի քայլ չի անում, վախենում է, ինչ որ մի ձևով դուք մոտեցեք, ինչ որ մի ձևով ծանոթություն հաստատեք իր հետ։ Այսքանը երկրորդ տարբերակի համար։ Եվ գնայինք երրորդ տարբերակը, տեսնենք երրորդ տարբերակում ով է գալիս, միգուցե բացարձակապես ձեր կյանքում ոչ ոք չկա եւ դուք օրինակ բարեք երրորդ տարբերակը տեսնում եք ով է գալու։ Նեպտունը խոյում է արդեն դեռ 0 աստիճանում է, դեռ շատ առաջ չի գնացել։ Կողքից աստղաբանությունն եմ նայում։ Մարսը մտել է առյուծ նշան, նոր է մտնում։ Չնայած այս երկու օրը պետք է մտներ։ Ահա, գնանք երրորդ տարբերակը։ Իհարկե։ Տեսնենք, ով է գալիս երրորդ տարբերակի կյանք, ով է եկել, ինչ է ուզում ձեզանից, ինչպիսին է նա, ինչ կսիրի, ինչ ունի իր կյանքում։ Տեսնենք ով է։ Կամ սիրում է տարբեր երկրներ ման գալ, կամ ման է գալիս։ Եվ այդպես կարող եք ծանոթանալ իրար հետ։ Սեփական տուն ունի, հնարավոր է նաև դաչա էլ ունի, հնարավոր է նաև որևիցե կամ գյուղաքաղաքից է կամ որևիցե գյուղից է։ Ինչ հետաքրքիր մարդ է գալիս ձեր կյանք։ Կարող է այստեղ երկու հոգի է։ Հավանականությունը շատ մեծ է։ Ուրեմն ֆինանսական վիճակը ցույց չի տալիս, մեկը կա, որ տուն ունի, ապահովված է բնակարանով,
Նաև սիրում է օտար երկրներ, ման գալ, գնալ, այստեղ տեսնել, այնտեղ տեսնել, նաև ունի ընտանի կենդանի, սիրում է շուն, կատու, ընդհանրապես որ մարդիկ սիրում են շուն, կատու, ապա այդ մարդիկ բարի են լինում, ընդհանրապես այդպես է։ Նաև գյուղ, կամ այդ մարդը փոքր քաղաքից է, կամ ձեր կողքի քաղաքից է, կամ որևիցե ինչ-որ գյուղից է, ով որ կարող սիրում է ձկնորսություն, որովհետև գյուղերում առհասարակ շատ են զբաղվում ձկնորսությամբ։ Այստեղ հստակ 2 հոգի է եկել, որովհետև այստեղ կա մեկը, ով որ բացի իրենից ուրիշ ոչ ոքին չի տեսնում։ Միայն իրեն է տեսնում։ Դա համար այստեղ 2 հոգի են։ Եթե նայենք այն, ով որ ունի շուն կատու կամ առհասարակ սիրում է շուն կատու, այդ մարդը չի կարող սիրել միայն իրեն։ Եթե մարդը պահում է ընտանի կենդանի, եթե մարդը ընտանի կենդանիներին սիրում է, նա չի կարող վատ լինել։ Չի կարող ձեզ վատ վերաբերվել, չի կարող միայն իրենով ապրել, անհնարին է դա։ Այստեղ հավանականությունը մեծ է, ով որ ապրում է գյուղում, ով որ ձկնորս է, նա այդպես է։ Կամ հակառակը, ով որ տուն ունի, ով որ սիրում է ճամփորդել, միայն իրենից ոչ ոքին չի տեսնում։ Կարող է նաև ճամփորդի միայնակ։ Դուք մնաք տանը, նա գնա ինչ-որ տեղեր։ Համենայն դեպս այս մարդը, ով որ եկել է ձեր կյանք, եկել է ամուսնության նպատակով։ Հնարավոր է իր հետ հարսանիք, բայց թե որ մեկի հետ է դա չեմ կարող ասել։ Հնարավոր է նաև գյուղում ուղակի ունի դաչա։ Ինչ որ 2 տուն ունի, մեկը գյուղում, մեկը քաղաքում։ Ինչ հանգստանալու նպատակով կարող գնալ քաղաք, գյուղ, հետո գնալ։ Եվ իհարկե ռոմանտիկ է։ Դուք ինքներդ նայեք, ով է եկել, համենայն դեպս ով էլ որ կա, այստեղ ամուսնության նպատակ է։ Ամուսնանալու համար է նա եկել։ Պես որ կարող է ամուսնանաք, միասին ճամփորդեք, եթե իհարկե այս հայելին իրան չի վերաբերվում։ Դուք ինքներդ կհասկանաք, եթե ինչ-որ մի բան է ինքը անում առանց ձեզ, ուրեմն հենց նա է, նա սիրում է ճամփորդել եւ առանց ձեզ։ Ուր ասես կարող է գնալ։ Որովհետև նարցիս է համարվում տվյալ անձնավորությունը, որպես գեղեցիկ աքսեսուար կարող է ձեզ վերաբերվել, ոչ թե ինչ որ մեկն է պետք, ոնց որ դիվանում դնելու համար, եւ ինքը գնա առանձին, սա անի, նա անի, նա անի, կամ ձեզ բացարձակ չի նկատում։ Մի խոսքով հարաբերություններում կցանկանամ միայն վերցնել, ոչ թե տալ։ Դա նշանակում է, որ անընդհատ կասի ինչու չես զանգում ինձ, ինքը չի զանգի, ինքը ձեր հանդեպ ուշադիր չի լինի, բայց կասի ինչու իմ հանդեպ ուշադիր չես եւ այլն։ Եթե նման ինչ-որ մեկն է, ապա դա եկել է նարցիս, թե հիմա ինչ կունենա այստեղ չեմ կարող ասել։ Ընդհանրապես ռոմանտիկ մարդը նարցիս չի կարող լինել։ Դա մեկ։ Կենդանի սիրող մարդը նարցիս չի կարող լինել։ Ձկնորսը հնարավոր է։ Իրենք ձկնորս, եթե նման գործով են զբաղվում, իրենք կոպտանում են։ Բավականին կոպիտ, եթե տղամարդ է, բավականին կոպիտ տղամարդ է լինում։ Նույնն էլ աղջիկը այստեղ կարող է լինել նարցիս, ինչու՞ չէ։ Միայն ասի ինձ ծաղիկներ, ինձ սա, ինձ շոր, ինձ սա, ինչի չես գնում, ինչի չես զանգում, բայց ինքը մի հատ չի զանգում, հետաքրքրվի ձեր գործերը ոնց է եւ այլն։ Լիքն են։ Ինչքան էլ որ դուք հավանում եք այդ աղջիկը, միևնույն է պետք է հասկանաք, որ այդ աղջիկը չի եկել ձեր կյանք նորմալ։ Դա մեկ ուրիշը պետք է գա ու ում հետ որ պետք է ամուսնանաք։ Այստեղ երկուսը միաժամանակ կարող են գալ։ 2 տարբեր մարդիկ։ Երրորդը ինձ բավականին շատ հետաքրքրեց։ Իրոք։ Որովհետև այստեղ հետաքրքիր մարդիկ են եկել։ Մեկը չէ, մյուսը հա։ Ես սիրում եմ այն մարդկանց, թեկուզ աղջիկ, թեկուզ տղա, ովքեր որ սիրում են ընտանի կենդանի։ Իրոք նրանք բարիության տիպար են լինում։ Ամեն ինչով են բարի։ Որովհետև եթե մարդը կարողանում է ձեռը գցել շանը սիրել,
ապա նա չի կարող ոչ մի կերպ վատը լինել։ Այսքանը, դե ով որ գա ձեր կյանք, համենայն դեպս ամուսնության նպատակով է գալու, դուք ինքն այդ որոշեք, նարցիսի հետ եք ուզում ամուսնանալ, թե բարի մարդու։ Դե կերևա ռոմանտիկ է, թե չէ ինչ-որ բաներ կարող անել, ծաղիկներ բերել, ինչ-որ հետաքրքիր բաներ, պարզ երևում է ռոմանտիկ եւ կինը եւ տղամարդը, երկուսն էլ երևում են։ Այսքանը, թող որ ձեր կյանք միայն գա լավագույն այն մարդը, ում որ դուք եք ուզում։ Եվ եթե ձեր ցանկության մեջ պահեք, թե ինչպիսի մարդ եք ուզում, ինչպիսի տեսք ունենա, ինչ ունենա եւ այլն, ապա այս նմանատիպ մարդ էլ կգա ձեր կյանք։ Միայն մի մոռացեք մանրուքների մասին, որը որ շատ կարեւոր է։ Դուք կարող եք ուզել բոյով տղամարդ, բոյով աղջիկ, սիրուն աղջիկ եւ այլն, սիրուն աղջիկը կարող է լինել ամբողջ օրը բարերում գցած, բոյով սիրուն տղամարդը կարող է լինել ալկաշ, կարող է լինել, ինչ ասես կարող է լինել։ Ինչի չկան շատ բոյով սիրուն տղամարդիկ, ովքեր որ առանց այդ քաշելու, առանց իր օրգանիզմը արհեստական նյութեր լցնելու չեն կարող ապրել, լիքն են։ Այսքանը թող որ Աստված ուղարկի ձեր կյանք միայն լավագույնին, ում հետ որ դուք երջանիկ կապրեք, ձեր ուզածով կլինի, ձեր սրտով։ Լավ եղեք։